Բարձրեք որ բարձրացումներ եք։ Ասացի, որովհետև ես վարչապետի հետ անդամ եղել եմ այսպես կոչված ընդդիմախոսի դիրքերում, իսկ ես եթե այն ժամանակ քննարկում էինք թե ինչու է ինքը Արտակ Զեյնալյանին խմբակցությունը առանց վարչության հետ խորհրդակցելու նախագահի թեկնածու առաջարկել եւ ես այդ հարցը բարձրացրեցի վարչությունը, որ անվստահություն հայտնենք որպես խմբակցության ղեկավարի, դա մի ուրիշ հարց էր, բայց ինքը տակ չի մոռացել, պարզվում է։ Եվ երբ որ օրինակ Հակոբ Արշակյանն ասաց, բայց դեպքում ինչ է դուք 3 անգամ պատգամավորի թեկնածու եղել ցուցակում եք։ Որովհետև այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա Նիկոլ Փաշինյանը չէր։ Այն ժամանակ Հակոբ Արշակյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը եւ մյուսները այդքան շատ չէին տարբերվում Նիկոլ Փաշինյան, իրանք էլ իրաց հեղինակություն ունեին եւ հետեւաբար ես էլ որպես մարդ որոշակի հեղինակություն եւ ներողություն եւ դժվար էր, բայց ամեն անգամ ընդգծված ձևով ինձ գցեցին հետ, որ ես հասկանամ, որ վերաբերմունքա քեզի կարգին պայի, իսկ ես կարգին չեմ պայել, չեմ էլ պայելու։